Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Մեզ եւ ձեզ, մեծ ավետիս։ Ողջունում ենք սիրելիներս ձեզ Աստծո տանը։ Ողջունում ենք ձեզ այս կիրակի հրաշալի առավոտյան։ Եվ ուզում եմ ասել, մենք շատ եմ ասել սա, բայց կկրկնեմ, մենք աշխարհի ամենաերանելի ժողովուրդն ենք, համաձայն եք, ամենաերանելի ժողովուրդն ենք, որովհետև նա մեզ նայեց, նա մեզ տեսավ, նա մեզ ընտրեց և դարձրեց իր ժողովուրդը, ամեն, եկեք նորից բարձր աղաղակենք և ամենաբարի լուրը, որ այս արևի տակ երբևէ մարդկությունը ստացել է, եղել է սա, որ Քրիստոս ծնվեց և հայտնվեց։ Շնորհավոր աշխարհի ամենասուրբ, ամենաընտիր եւ ամենասպասված ծնունդը, ամեն։ Եթե սուրբ ծննդյան գիշերը վառես ճրագը ու աղոթես կստանաս դու աղոթքի քո պատասխանը ու երազանքը կիրականացնես չէ որ այն ծննդյան սուրբ գիշերը Հանդիպում են երկինքն ու երկիրը Հրեշտակներն սովորից ու ելում են Բերում պատասխան, բերում պատասխան Շնորհավոր սուրբ ծնունդ, շնորհավոր սուրբ ծնունդ Հրեշտակած միացան և ծնծան Շնորհավոր սուրբ ծնունդ, ողջ երկիր թող ցնցա, շնորհավոր սուրբ ծնունդը փրկի։ Նա հարեց մեր հոգու իր հոգու ջրակը, բացեց երկինքը հրաշքների ու հիմա երբ առած հավատքի ջրակը մենք աղոթում ենք ունենք պատասխան Նա նույնիսկ մանկության մեր հեքիաթը հրաշքներով ու երազանքներով իրական է դարձրեց ծնունդով Հիսուս մանուկ մեր արքան Շնորհավոր սուրբ
մասին, Գրչի գալստյան մասին, որ շուտով աշխարհ կգա, որ փրկի մարդկանց, որ փրկի մարդկանց։ Հիսուս պիտի կոչվի նա, Քրիստոս պիտի կոչվի նա, ու կդանի նա մարդկանց, մահից դեպի կյանք, մահից դեպի կյանք։ Ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել։ Լույս ընկանի գիշեր, երբ ծնվեց անսովորքի, երկնքով աստղայլեց, լույս փայլատակեց, լույս փայլատակեց, հայտնվեց հրեշտակը մի քանի հովիվներին, ավետիս են բերում ձեզ, Հիսուսն է ծնվել, Հիսուսն է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել։ Աստված մեզ այնպես սիրեց, որ իր որդուն ուղարկեց, որ ազատի մեզ մեղքից ու փրկի մահից, ու փրկի մահից։ Մեր հիմա եկեք մարդիկ, ծնծացեք աստղորդին, պարապանեք մեր Աստծուն, փրկիչն է ծնվել, փրկիչն է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, ուրախացեք դուք մարդիկ, Հիսուսն է աշխարհ եկել, ուրախացեք դուք մարդիկ, մեզ համար փրկիչ է ծնվել, մեզ համար փրկիչ է ծնվել, մեզ համար փրկիչ է ծնվել։ Հալելույա։ Մեր փրկիչը եկավ եւ ասաց ես եկել եմ որ դուք ուրախ լինեք եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սիրելիներս, եկեք մեր ուրախությունը ամենակատարյալ ձևով այսօր բարձրացնենք դեպի կատարյալ, կատարյալ եւ կատարյալ Աստծուն։ Նա արժանի է։ Նա արժանի է ամենալավին։ Ուրեմն եկեք մեր փառաբանությունը, մեր երկրպագությունը սրբության գեղեցկությունով բարձրացնենք նրան։ Ամեն։ Հալելույա։ Ծափսակ աշխարհ ցնծա այսօր, ցնծա եւ հավիտյան, քանզի տնա արքան հզոր, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, իշխան խաղաղության, թող Սիոնի որդիք բերքրին, հնչեն Բողոմելյան, օծյալան թագավորին, երգեն երգովության, երգեն երգովության, երգեն երգովության, ելավ երկիր ահագուգա, ազգացուր սանգալին, տվեք արև ու լույս ընկա, ողջույն Էմանուելին, ողջույն Էմանուելին,
Հալելույա, նա ծնվեց և լույս բերեց այս խավար աշխարհում, ամեն, նա ծնվեց և լույս բերեց քո մութ կյանքի մեջ, հիշում եք Հուկաս 15-ում ասվում է մի կնոջ մասին, ով որ դրամ էր կորցրել, ինչ արեց առաջինը, ճրագ վառեց, որպեսի իր կորցրածը գտնի, այսօր եկեղեցի, այդ ճրագը հենց ինքը այս մեր մանուկ Հիսուսն է, թող որ այդ ճրագը այսօր վառվի բոլորի սրտերի մեջ, որ ինչ որ կորցրել ես, դա քո պարգևներն է, այսօր լույս վառիր, որ տեսնես, թե ինչ պարգևներ ունես, ամեն, կարող ենք մի պահ ասենք, այո մանուկ Հիսուս, եկ որպես լույս իմ կյանքի մեջ, դու իմ ճրագն ես, և ես այսօր ընդունում եմ ով ճրագ քեզ իմ կյանքի մեջ, և ուզում եմ լուսավորես, և իմ աչքերը բացվի, տեսնեմ իմ պարգևները, ով իմ թագավոր, հալելույա, հալելույա, խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան Կորելու ես տերտերած, այո հավիտյան, հավիտնից, թագավորելու ես տերտերած, թշնամությունը հանեց, օրենք մեզ հաշտեցրեց,
Մշտակներ երկում ծնկում է երկինքը երկին է միանում նրանց երկին Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Փառք իշխանություն մաթիվ քեզ ավեր Բաց կլինես մեր Տեր Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Փառք իշխանություն մատիվ քեզ ավեր Դու բաց կլինես մեր Տեր Փառքը քեզ իշխան լույսի Սուրբ Աստծո որդի Փառքով բարձրացավ նա պիտի վերադառնա Քրիստոսը նորից կգա Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Երկրպագում ենք առջև խոնարհվում ենք Դու բաց կլինես Դու բաց կլինես մեր Տեր Դու արժան ես Բարձրացու ողջ փառքը Երկին նրան մի նոր Փառքը քեզ ով Սուրբ Հոգի Աստծո խոստում կատարված Եղիր մեզ զորություն երկնքից Լցրում մեզ սիրով Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Փառք իշխանություն մատիվ քեզ ավեր Դու բաց կլինես մեր Տեր Բարձրացուցանդ և ասում արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Երկրպագում ենք առջև խոնարհվում ենք Դու բաց կլինես մեր Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Փառք իշխանություն մատիվ քեզ ավեր Դու բաց կլինես մեր Եկեղեցու ցայնը բարձրացրու և ասա Արժան ես Հիսուս դու արժան ես Փառք մարդու որդուն Երկրպագում ենք առջև խոնարհվում ենք Դու բաց կլինես մեր Եկեք մի քանի վայրկյան բարձրացնենք նրա սուրբ անունը
Արժան է քո անունով Տեր Թող ամեն ծուղ խոնարհվի Եվ ամեն լեզու դավանի որ դու Տեր ես 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 Ողջ փառքը քեզ ով թագավոր Տերերի Տեր Amen Բարություն բոլոր մարդկանց, վեշտակած խմբի հետ է երկու Եվ իշպես որ նա վերից է տիրում, թող տիրի մեր սրտերում Ինքն իշխան է և թագավոր Փառք մեր Աստծուն, փառք մեր Աստծուն, ամոր երկրի վրա Բարություն բոլոր մարդկանց Վեշտակած խմբի հետ ենք երկու Եվ իշպես որ նա վերից է տիրում Թող տիրի մեր սրտերում Ինքն իշխան է և թագավոր Աստված մեզ է
Եվ բոլորս միասին ասենք, Օ Էմանուել, Աստված մեզ է։ Հալելույա։ Մենք երգում ենք Օ Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ հետո երգում ենք արժան է մեր Մեսիան։ Սիրելիներս, բոլորս էլ գիտենք, որ մեր ճանապարհները Աստծո ճանապարհները չեն։ Մեր ժամանակներն ու մեր ձևերը Աստծո ժամանակներն ու ձևերը չեն։ Ամեն։ Եվ այստեղ այս մսուրը, որ դրված է, Եվ մսուրի մեջ դրված է փշե պսակը, հենց այնպես դրված չէ։ Այս խորհրդով ուզում ենք ասել, որ երբ որ մանուկ Հիսուսը դրվեց մսուրի մեջ, արդեն կար նրա համար նախատեսված փշե պսակ։ Տերը արդեն գիտեր նրա ճանապարհը եւ իրականում խաչի ճանապարհը հենց սկսվեց մսուրից։ Եվ իմ աղոթքն է այսօր, սիրելիներ, որ մենք կարողանանք մեր ժամանակների մեջ տեսնել այն, ինչ Աստված է տեսնում հիմա։ Լսել, հասկանալ եւ ապրել այն, ինչ Աստված է ասում, որ մենք ապրենք այս օրերի մեջ։ Մենք երգում ենք, որ Հիսուսը ծնվեց եւ եղավ փառք երկնքի բարձունքներում, բարություն, հաճություն մարդկանց մեջ եւ երկրին խաղաղություն։ Բայց կարդում ենք ավետարանում, որ անմիջապես իր ծնունդից հետո արդյոք խաղաղություն տիրեց երկրին։ Ոչ, սիրելիներ, մինչև 2 տարեկան երեխաները մորթվեցին։ Եվ մայրերը լացում էին եւ չէին ուզում մխիթարվել, այսպես է ասում Սուրբ Գիրքը։ Խաղաղության նման չի, այնպես չի։ Մեր ժողովուրդն էլ անցնում է այդ ցավերի միջոցով։ Մենք ինքներս էլ ամեն մեկս մեր անձնական կյանքում դժվարությունների ենք բախվում, որտեղ չենք կարողանում գտնել խաղաղությունը։ Բայց սիրելիներ, բարի լուրը սա է։ Իրականում փառքի բարձում սաստծուն, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Սա է ճշմարիտ խոսքը, որ ոչ մի բան չի կարող այս խոսքերից մեկ նշանագիր անգամ կորցնել ու շեղել։ Ամեն։ Եկեք գտնենք այն ուրախությունը, այն խաղաղությունը, որ այս մսուրից դուրս է եկել մեզ համար։ Եսայիա մարգարեն ասում է, խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ եւ ցնծում ավար բաժանելիս, որովհետեւ նրա ծանր լուծը եւ մեջքի գավազանը ու նրա վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին, որովհետեւ ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում եւ արյունաթաթախ հագուստը, պիտի կրակը նետվի եւ հրոճարակ դառնա։ Ես սա մարգարեաբար խոսում եմ մեր եկեղեցու եւ հայ ժողովրդի վրա, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանությունը իր ուսերի վրա կլինի եւ կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր եւ խաղաղության իշխան եւ նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա եւ նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատվի եւ ամրացվի իրավունքով եւ արդարությունով այժմվանից մինչև հավիտյան, որովհետև սա զորությունների Տիրոջ նախանձրախնդրությունն է։ Սիրելիներ, խաղաղություն ձեզ, խաղաղություն ձեր սրտերի մեջ, որովհետև նա ծնվել է։ Ամեն։ Ուրեմն եկեք նրան երկրպագենք ամբողջ մեր հոգով ու սրտով։ Ստեղծողը ամենի շարժվում է մեր մեջ լույս է եկել աշխարհ որ ծածկում է ողջ խավարը փրկիչը աշխարհի ահա մեր մեջ է Yeah.
երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, Նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան։ Ահա սերը մեր հոր, վեր է ամեն մտքից այն, տվեց միակ որդու խաչվելու մեզ համար, գերեզմանն է տեսատար, նա այնտեղ չէ այլ հարյա, բացիր սիրտդ նրա առաջ, նա է երկնքի արքան, երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, Նրան երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, հալելույա քեզ, ոչ փառքի քեզ ով Քրիստոս, մի դադարին նրան փառաբանելուց, տուր նրան քո լավագույնը, հալելույա, մենք քեզ տալիս ենք ողջ փառքը, տալիս ենք քեզ ողջ փառքը, տալիս ենք քեզ ողջ փառքը, տալիս ենք քեզ ողջ փառքը, Քրիստոս մեր Տեր, ձայնը բարձրացրու, տալիս ենք քեզ ողջ փառքը, տալիս ենք քեզ ողջ փառքը, տալիս ենք քեզ ողջ փառքը, Քրիստոս մեր Տեր, անունդ բարձրացնում ենք, անունդ բարձրացնում ենք, անունդ բարձրացնում ենք, Քրիստոս մեր Տեր, անունդ բարձրացնում, ամեն անուններից մեջ, հալելույա, անունդ բարձրացնում ենք, Քրիստոս մեր Տեր, երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, երկրպագիր Նրան, երկրպագենք Նրան, երկրպագենք Նրան, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, նա է միայն արժանի, նա միայն արժանի է, Քրիստոս մեր արքան, հալելույա, Ողջ փառքը քեզ, ողջ փառքը քեզ, այո բարձրացրու նրան փառքը, ողջ պատիվը քեզ,
սափերը քոնն են։ Դու արժան ես, հալելույա, հալելույա, փառքը քեզ, փառքը քեզ։ Փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ լինի հաճություն։ Եվ այսօր թող Աստծո ժողովուրդը կանգնեն եւ բարձրացնեն նրա սուրբ անունը։ Ասա այսօր Տեր, անկախ ամեն ինչից կկանգնեմ եւ կբարձրացնեմ քո սուրբ անունը։ Ես կկանգնեմ եւ կբարձրացնեմ քո սուրբ անունը։ Հալելույա։ Փառքը քեզ։ Փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ լինի հաճություն, փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ լինի հաճություն, թող Աստծո ժողովուրդը կանգնեն ու բարձրացնեն քո անունը։ Քաջալերի կողքինիդ եւ ասա բարձրացի։ Թող Աստծո ժողովուրդը կանգնեն ու բարձրացնեն քո անունը։ Սքանչելի խորհրդական հզոր Աստված, հայրենության Սքանչելի խորհրդական հզոր Աստված,
Տարիներ առաջ այս բեմից այս գավազանը հանձնվեց մեր սիրելի Ռաֆի եղբորը, որպեսզի նրա իշխանությունը ծաղկի, նրա սահմանները լայնանա եւ այնինչ Աստված ունի իր կամքի համեմատ Ռաֆի եղբորը անվան դիմաց գրված տառ առ տառ իրականանա։ Քանի ամիսները Ռաֆի եղբայրը ինքը ուզում էր, որ այս գավազանը վերադառնա բեմ, բազմիցս ինձ ասել է դրա մասին։ Եվ ես ուզում եմ այս Սուրբ Ծննդյան օրով, նախքան որ մենք երգը կշարունակենք եւ կհռչակենք, այնինչ որ ուզում ենք եկող տարվա մեջ, կուզեմ մեկ սիրտ, մեկ հոգի դառնանք եւ Ռաֆի եղբոր ծաղկած գավազանին նայելով մեր ձեռքերը պարզենք եւ ասենք սիրելի Ռաֆի եղբայր, քո Հիսուսի ծնունդը շնորհավոր։ Սիրելի Ռաֆի եղբայր, Էմանուել եւ Աստված քեզ հետ է։ Էմանուել եւ Աստված քեզ հետ է։ Մենք վեր ենք պարզում քո գավազանը եւ ընդունում ենք այն օրհնությունը, ինչ որ Տերը ունի քեզ համար։ Դու հռչակել ես վերադարձի եւ վերականգնման տարի։ Մենք վերցնում ենք վերադարձն ու վերականգնումը քո տեսքով։ Հիսուս Քրիստոսի անունով, թող որ իշխանությունը ծաղկի առավել եւ այս բեմի վրայից շարունակվի քո օծությունը, քո պատգամը եւ քո սիրտը, որ բաբախում է Էմանուելի համար։ Եկեք փառք բարձրացնենք Աստծուն Ռաֆի եղբոր համար, բարձրացնենք նրան պատի, որ նա բժիշկ է, լսող, աղոթքներ լսող եւ երբեք նրա ձեռքը չկարճացող է եւ թող այս գավազանը իր խորհուրդ ունենա այս բեմի վրա։ Եվ եկեք կանգնենք հավատքով եւ հռչակենք այն, ինչ որ ուզում ենք տեսնել 2023 թվականին մեր եկեղեցում, մեր տներում, մեր ազգի մեջ եւ Ռաֆի եղբոր կյանքի մեջ։
Ողջ փառքը քեզ